մեր նպատակը։ 6 տարվա դատավարությունից հետո Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։ Նա գրավով ազատ էր արձակվել։ Դատարանը որոշել է վերացնել գրավը։ Փաստաբան Զորայր Հարությունյանի խոսքով Համբարձումյանը չի ընդունում իր մեղքը։ Նա մեղադրվում է Նիկոլ Փաշինյանի առաջնորդած հեղափոխության օրերին Երևանի Հանրապետության հրապարակ շտապող հանրահավաքի մասնակիցների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու համար։ Ամիսներ առաջ ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցությունը Դավիթ Համբարձումյանին առաջադրել էր վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսելուց առաջ։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ։ Հանդիպանը մասնակցել են Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ զինված ուժերի հարցերի հանձնաժողովի նախագահ Սեդրիկ Պերեն եւ Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ջիլբեր Լյուկ Դեվինազը։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր, ընդգծելով, որ դինամիկ զարգացող հարաբերությունները ընդգրկում են առանցքային բոլոր ոլորտները։ Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ է կատարել Հարավային Կովկասի զարգացումներին։ Ավարտին Միրզոյանը գրառում է արել Սենատի պատվավոր հյուրերի մատյանում ոսկե գրքում։ Նախ սկսեմ նրանից, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մինասյանի վարքագծի կանոնների առերևույթ խախտման հիմքով հարուցվել է վարույթ։ Հանձնաժողովի կողմից վարույթի հանգամանքների եւ դիմողի ինքնության վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն։ Հայաստանում հանրահավաքներ են տեղի ունենում ոչ միայն բեռնատարների վարորդների, այլև այլ շատ ավելի լայն հարցերի համար։ Ինձ թվում է, որ Հայաստանում դա միակ խնդիրը չէ, պատասխանել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայ վարորդների խնդրին առնչվող հարցին։ Բոլորը իհարկե նպատակաուղղված են արագ կարգավորմանը, սակայն վախենամ, որ ոչ ոք ի վիճակի չէ ճշգրիտ ամսաթիվ նշել, թե երբ կլուծվի խնդիրը, հավելել է Զախարովան։ Հայ վարորդները 2 անգամ կառավարության դիմաց ցույցից հետո փակել էին Հայաստան-Վրաստան սահմանային անցակետերի ճանապարհները բեռնատարների համար։ Հետո, երբ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել էր, որ հարցը քննարկվելու է ԵԱՏՄ-նիստում, որոշել էին բացել ու սպասել։ Գյումրու համայնքապետարանի եւս 3 աշխատակից ձերբակալել են։ Հարուցվել է հանրային քրեական հետապնդում, հայտնել է քննչական կոմիտեն։ Ըստ կոմիտեի ձերբակալվածները քաղաքապետարանի մյուս աշխատակիցներին ցուցում են տվել, որպիսի հրանգավորեն մանկապարտեզների տնօրեններին սաներին տուն ուղարկել, միանալ հավաքին եւ թույլ չտալ ձերբակալել համայնքի ղեկավարին։ Что касается Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները ավելի հասուն են դառնում, բայց դա չի նշանակում, որ որևէ տարածաձայնություն չկա, հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Մենք փոխվում ենք, մեր շրջապատող աշխարհը փոխվում է, հարաբերությունները ինչ-որ նոր հատկանիշներ են ձեռք բերում։ Չեմ վախենա ասել, որ դրանք ավելի հասուն են դառնում։ Դա չի նշանակում, որ բոլոր խնդիրները լուծվում են, որ չկան տարաձայնություններ, ինչ-որ թյուրիմացություններ։ Դրա համար էլ քննարկումներ են ընթանում։ Դա նորմալ է։ Գլխավորն այն է, որ պետք է շարժում լինի երկու կողմից։ Տանգոյի համար 2 հոգի է անհրաժեշտ, ընդգծել է դիվանագետը։ Ազգեր Հայաստանի վերանկախացումից ի վեր Հայաստանը դիմագրավող տագնապների եւ բևեռացումների նկատմամբ ներքին թե արտաքին Մեծիտանն Կիլիկո կաթողիկոսության տեսակետներն ու կեցվածքը միշտ եղել է հստակ եւ հետեւողական, հայտարարել է Մեծիտանն Կիլիկո կաթողիկոս Արամ Առաջինը։ Հետևաբար Անտալիասը Երևանից հնչող թերադրանքների կարիք չունի։ Անտալիասն ինքն է որոշում իր ասելիքն ու անելիքը, մշտապես առաջնորդվելով մեր ժողովրդի եւ հայրենիքի գերագույն շահերով, արժեքներով եւ իդեալներով, ասված է Մեծիտանն Կիլիկո կաթողիկոսարանի տարածված հայտարարության մեջ։ Արաբոտյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշում։ Իջևան Շամշադին ճանապարհին փախվել են Mercedes-ն ու Hyundai Magnich-ի ավտոբուսը։ Բախման հետևանքով վերջինս դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ հայտնվել անտառում։ Վթարի հետևանքով 11 հոգի տեղափոխվել է Տավուշ բժշկական կենտրոն։ Ուժասներից մեկի վիճակը ծանր է։ дорого обойдется, они Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Բուդապեշտի բանակցությունները չեղարկելու մասին հայտարարությունը։ сама встреча Հանդիպման առաջարկն ու վայրի ընտրությունը արվել էին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Ես համաձայնեցի այդ առաջարկին եւ արտահայտեցի իմ նկատառումները։ Նման հանդիպումներին պետք է լավ նախապատրաստվել։ Ինձ ու ԱՄՆ նախագահի համար սխալ կլինի այդ հարցին թեթև վերաբերել եւ հանդիպումից հետո դուրս գալ առանց ակնկալվող արդյունքի։ ԱՄՆ նախագահը որոշել է հանդիպումը կամ չեղարկել, կամ տեղափոխել։ Ավելի հավանական է հանդիպման տեղափոխումը։ Ինչ կարելի է ասել։ Միշտ էլ երկխոսությունը նախընտրելի է, քան արճակատումը, վեճերը, առավել եւս պատերազմը։
Надо сказать, что Անդրադառնալով նոր պատժամիջոցներին, Ռուսաստանի ղեկավարը հայտարարել է, որ դրանք լուրջ հետևանքներ կունենան, սակայն տնտեսության ընդհանուր վիճակի վրա էականորեն չեն ազդի։ вы говорите о политической. Այս քաղաքականությունը չի նպաստում ռուս-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը, որոնք նոր էին սկսում վերականգնվել։ Կասկած չկա, որ ԱՄՆ վարչակազմի նման գործողությունները վնաս են հասցնում։ Отношения, которые Ինչ վերաբերում է Տոմահակ հրթիռներին, եթե Ուկրաինան հարվածներ հասցնի Ռուսաստանին, պատասխանը լինելու է շատ լուրջ, եթե ոչ ապշեցնող, հայտարարել է Վլադիմիր Պուտինը։ отношения. Պուտինի հայտարարությունների ֆոնին Բրյուսելում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ռուսաստանին հարվածելու համար իրենք երբեք չեն օգտագործել ամերիկյան հեռահար զենքեր։ Մենք օգտագործել ենք տարբեր զինատեսակներ, որոնք ունեն նույն հնարավորությունները, բայց դրանք եղել են բացառապես այն տարածքում, որտեղ ընթանում են ռազմական գործողությունները։ Ռուսաստանի ղեկավարի հայտարարություններին նաև անդրադարձել են Սպիտակ տանը։ Լրագրողները հարցրել են ԱՄՆ նախագահին, ճիշտ է, որ Ռուսաստանը պաշտպանված է ԱՄՆ-ի պատժամիջոցներից։ Նա պատասխանել I'm է. glad he feels that way. That's good. I'll let you know. Շատ about ուրախ it եմ, որ in նա 6 այդպես է months from կարծում։ now. Դա լավ է։ Let's see. Կտեսնենք, թե ինչ Let's see how it կլինի all 6 works ամիս out. հետո։ In other news, we are now Սպիտակ on տունը day հայտնել է, որ Թրամփ-Պուտին երկկողմ հանդիպումն ամբողջապես չի հանվել Senate օրակարգից։ Democrats have voted.